Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է հարկային ծառայության մասին եւ կից օրենսդրական փաթեթները, որոնք տարբեր ոլորտներում թվային վերահսկողությունն ու թափանցիկությունը բարձրացնելու նպատակ ունեն։ Նախաձեռնությունները ներկայացրել են падգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արուսյակ Մանավազյանը։ Նախագծով առաջարկվում է, որ առողջապահական ծառայությունների դիմաց վճարումներ կատարող քաղաքացիները ստանան ՀԴՄ կտրոն, որը կգեներացվի էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով։ Սա թույլ կտա հետևել, թե ինչ ծառայություններից է օգտվել քաղաքացին եւ որքան է վճարել։ Բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա, իսկ եթե վճարումը իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, վճարային տերմինալների մասն է խոսքը կամ վճարային քարտերի, ապա այս դեպքերում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր եւ ծառայությունների մատուցման դիմաց կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով։ Բացի այդ, առաջարկվում է յուրաքանչյուր ծառայության համար հարկային հաշվի եւ ՀԴՄ կտրոնի վրա տպագրել անհատականացված նույնականացման ծածկագիրը, որը կփաստի ծառայության ճիշտ մատուցումը եւ վճարումը։ Պետնախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ կառավարությունը դրական է գնահատել նախագծի հիմնական դրույթները, հավելելով որոշ տեխնիկական եւ խմբագրական առաջարկներ։ Նախագիծը ստացել է դրական եզրակացություն։ Նիստում ներկայացվել են նաեւ խաղային գործունեության կարգավորման նոր կանոնակարգեր։ ՊԵԿ-ը պատրաստվում է անցկացնել 15 տարվա ժամկետով օպերատորի մրցույթ, որը թվային հարթակում վերահսկելու է ոլորտը, բոլոր օպերատորների համար համապարփակ տեղեկատվություն ապահովելով։ Առանձին ուշադրության կենտրոնում է նաեւ ինտերնետում չգրանցված եւ ապօրինի խաղատների գործունեության վերահսկումը։ ՊԵԿ-ը նախատեսում է եռաշերտ պաշտպանություն, սահմանափակելով ապօրինի օնլայն խաղատների հասանելիությունը։ Որոշ դեպքերում որոշ ամբարեխիղճ մասնակիցներ են լինում, որոնք դատական process-ներով ուղղակի փորձում են խոչընդոտել մրցութային գործընթացը։ Եվ նման իրավիճակներից խուսափելու համար թե գնումների մասին օրենքի կարգավորումները, թե պետության մասնավոր գործընկերության մասին օրենքի կարգավորումները քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքով կարգավորված են եւ ըստ այդ կարգավորումների ըստ էության օրինակ եթե իրականացվում է պետության մասնավոր գործընկերության մրցույթ հայցի ապահովման այնպիսի հայցի ապահովում չի կարող կիրառել դատարանը, որի արդյունքում մրցութային գործընթացը կկասեցվի։ Նմանատիպ նաև կարգավորում փորձում ենք ներդնել նաև այս օրենքի փաթեթով խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի վերաբերյալ։ Փաթեթի հետ կապված ներկայացվել է նաև փոփոխություններ հարկային եւ մաքսային ծառայությունների համակարգում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի խոսքով այժմ պաշտոն զբաղեցնելու համար վերապատրաստում անցած լինելու պահանջը հանվում է, ինչը հավասար հնարավորություն է ընձեռում աշխատակիցներին եւ նոր դիմողներին։ Նախագիծը նախատեսում է նաև, որ կատարողների բարձր ցուցանիշ ապահովող պաշտոնյաներն ունեն առաջխաղացման հնարավորություն, իսկ հղի եւ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող անձինք չեն կարող ազատվել պաշտոնից միայն հավաստագիր չունենալու պատճառով։ Նախատեսվում է նաև, որ ընդունելությանը չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որի ընդունելության մասնակցության դիմում ներկայացնելու օրվան նախորդող 1 օրացիային տարվա ընթացքում ստացել է հարցազրույցի արդյունքներով բացասական գնահատական։ Այսինքն, երբ որ մեկ անգամ բացասական գնահատական է ստանում, առաջիկա 1 տարվա ընթացքում չի կարող մասնակցել։ Հարկային ծառայողի պատրաստման դասընթացների արդյունքներն ամփոփվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է պատրաստման հավաստագիր, որը գործում է 3 տարի ժամկետով եւ որի ձևը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը շեշտել է, թե կարևոր է, որ պետական համակարգում աշխատեն բոլոր չափանիշներին համապատասխանող կադրեր եւ առաջարկել է սահմանել հարկային մարմնի ղեկավարի կազմի որակական նվազագույն չափանիշներ գնահատման թափանցիկությունն ապահովելու համար։ Համլետ Սահակյանն ընդգծել է, որ գործընթացը իրականացվում է հստակ ընթացակարգերով եւ գնահատման չափորոշիչներով, բացառելով սուբյեկտիվ մոտեցումները։ Նիստում քննարկվել է նաեւ գնահատման գործունեության եւ պետական турքի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նախատեսում ենք հետևյալ կարգավորումները, ուրեմն գնահատողների նստեության դասակարգում ենք փորձել ենք դասակարգել ըստ գործունեության կարգերի, 3 կարգերի եւ երրորդ կարգի գնահատողի որակավորման քննություն, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող անձինք, արդեն սահմանվելու է համապատասխան ընթացակարգ եւ իրենց համար սահմանվելու է նաեւ գնահատման այն
օբյեկտները եւ այն դեպքերը, որոնք ըստ գործող կարգերի գնահատողները կկարողանան մասնակցել։ Օրենքի նախագծով սահմանվում է նաև երկրորդ կարգի գնահատողի որակավորման քննություն, նախատեսվող բարձրագույն կրթություն ունեցող եւ գնահատման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձանց, նաև երրորդ կարգի որակավորում ստացած եւ լիազոր մարմնի կողմից հաստատված 6-ամսյա մասնագիտական դասընթացին մասնակցած տեխնացուների համար։ Առաջին կարգի գնահատողի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք կունենան բարձրագույն կրթություն ունեցող, ոլորտում առնվազն 5 տարվա փորձ ունեցող անձինք, նաև երկրորդ կարգի գնահատողի որակավորում ստացած եւ համապատասխան մասնագիտական դասընթաց ավարտած տեխնացուները։ Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ ներկայում գործող բոլոր գնահատման գործունեության որակավորման վկայականները կհամարվեն առաջին կարգի գնահատողի վկայականներ։ Միաժամանակ նախատեսվում է ներդնել որակավորման վկայականի կասեցման ինստիտուտը, հստակ սահմանելով դրա կիրառման հիմքերը։ Հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ առևտրաարդյունաբերական պալատի մասին, պետական տուրքի մասին եւ մի շարք կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը միտված է ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության գործընթացի պարզեցմանն ու կանոնակարգմանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։